Օրերս Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցավ համազգային հայ-կրթական և մշակութային միության Երևանի և Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ հրատարակված «Արցախ վտանգված ժառանգություն» մաս 2 եռալեզու պատկերագրքի երկրորդ հատորի շնորհանդեսը։ Այն կազմել է հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Ռաֆիկ Քորթոշյանի կողմից, հիմնվելով հստակ փաստերի և մասնագիտական ուսումնասիրությունների վրա՝ ի պատասխան Ադրբեջանի կեղծ քարոզչությանը։ Կազմակերպությունը Արցախի հուշարձաններն ուսումնասիրում է արդեն շուրջ 45 տարի, որի շնորհիվ ունեն հսկայական արխիվ՝ լուսանկարներ, չափագրություններ, տեսահոլովակներ և այլ նյութեր։ Պատկերագրքի նպատակն է քաղաքագիրտ մարդկության ցույց տալ այն հուշարձանները, որոնք այսօր Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել եւ դրանով իսկ փորձել ժամանակ շահել եւ այդ հուշարձանների պաշտպանվածությունը բարձրացնել, թեկուզ մենք գիտենք, որ Ադրբեջանը քաղաքագիրտ է ձևանում տարբեր ադյաններում, բայց ինքը շարունակում է ոչնչացնել։ Գիրք ալբոմը կարող է օգտակար լինել ոչ միայն մեզ, այլ նաև ինքը գրավոր վավերագրություն է, վկայություն է, որով մենք կարող ենք միջազգային ատյաններում հարցը բարձրացնել, փաստեր ներկայացնել։ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Արաքելյանի խոսքով, Արցախում ոչնչացման վտանգի տակ են բազմաթիվ հնամյա եկեղեցիներ և պատմական հուշարձաններ։ Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացնել նոր ցեղասպանություն։ Ոչ ոք չի սաստում և չի բռնում նրա ձեռքը, իսկ պատկերագիրքը գուցե փոքր, բայց շատ կարևոր քայլ է հակազդելու հարևանների նկրտումներին և մեր մշակութային արժեքները աշխարհին ցույց տալու համար։ Քաղաքագիտության մեջ պատմական իրավունք հասկացողություն կա եւ այս նախաձեռնությունը նաեւ միտված է, որպեսզի մենք կարողանանք օգտվենք մեր պատմական իրավունքից եւ հենց այսպիսի հրատարակություններով է, որ մենք կարող ենք ներկայանալ աշխարհի տարբեր ատյաններում ապացուցելու համար, որ մեր հայկական տարածքը Արցախ աշխարհը հազարավոր տարիների պատմություն ունի, որոնց վկայագիրը այս հուշարձաններն են։ Կան հուշարձաններ, որոնք ներկայացված են պատկերագրքում եւ նախնական իրենց տեսքով եւ ավերվածությունից հետո։ Գիրքը նպատակ ունի պահպանել այն մշակութային կոթողների պատկերները, որոնք դեռ կան արցախցիների հիշողություններում, սակայն հետզհետե կորսվում են, իսկ դրանցից շատերը արդեն ֆիզիկապես շոշափելի չեն, սակայն շատ կարևոր են սերունդների համար՝ իրենց պատմական, մշակութային, գիտական, նաև քաղաքական տեսանկյունից։ Փաստագրումը, այս ամեն ինչի արխիվացումը, պահպանումը շատ կարևոր եւ կարծում եմ գլոբալ նշանակություն է ունենալու եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ պարզ հասկացվի, որ կոնֆլիկտի հիմքում դա է եւ այդ պատճառով այդ կոնֆլիկտը շարունակում է մինչեւ հիմա էլ։ Այդ կոնֆլիկտը դրսևորվել է Արցախում մեր ինքնության հետ կապված, բայց հիմա էլ շարունակվում է Հայաստանի հետ կապված։ Եվ պատճառը այն էր, դրա դրսևորումը, այդ հիմքում ընկած այդ պատճառի դրսևորումը այն է, որ Արցախը հայաթափելուց հետո անգամ Ադրբեջանը չբավարարվեց դրանով եւ հիմա ձեռնամուխ է եղել հայկական հետքի ընդհանրապես վերացմանը, որպեսզի ամբողջությամբ կարողանա իր թեզերը առաջ տանել։ Արցախում հայկական ու քրիստոնեական հետքի վերացման ռազմավարությունը մեր հարևանները նոր չեն սկսել, հավաստիացնում են բանախոսները։ Հենց դա է վախեցնում Արցախի տարածքն օկուպացրածներին, ովքեր 30 տարի շարունակ տեղեկատվական ոլորտում իրականացրել են հետևողական եւ ծավալուն աշխատանք, աշխարհին իրենց թեզերը փաթաթելով։ Եվ ինչու՞մ թերացանք մենք, վստահեցրեց Արցախի ազգային ժողովի 4 գումարումների պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահրամ Բալայանը։ Ադրբեջանի մտահոգությունը այսօրային է, որ տարածքը նվաճել է, հասկանալի այդպես է, բայց իրենք վստահ չեն, որ այդ ամենը մարսելու են, թե չէ։ Եթե այդպես չլիներ, ապա մենակ այս վերջի 2-3 տարիների ընթացքում աղվանքի վերաբերյալ մենակ արտասահմանում 12 գիտաժողով են այսպես կազմակերպել, ստից, բանից ամեն ինչ այսպես փորձում են լցնել արտասահմանցի փորձագետների, քաղաքական գործիչների ակարժները եւ ներկայացնել, որ այդ ամենը Ադրբեջանին է պատկանում։ Այսօր կարող է, ասենք, դեռ թարմ է մեր հիշողությունը, նույնիսկ այդ ամենը մենք տեսել ենք, բայց դուք պատկերացրեք 20 տարի, 30 տարի, 50 տարի հետո
ասենք ինչ արժեք կունենա այդ ամենը, իսկ սրանք մեկ էլ եմ ասում ժամանակի ընթացքում զենք են դառնալու գաղափարական առումով։ Շնորհանդեսի մասնակիցները համոզված են, որ մշակութային ցեղասպանությունը շարունակվում է եւ այդ կերպ փորձ է արվում արցախցու կապը խզել իր պատմական բնորանի հետ, ջնջել ինքնությունը եւ պատմական հիշողությունը։ Շարունակվում է ցեղասպանությունը, ինչպես ասում են, այլևս մշակութային կոթողների հոգևոր ժառանգության նկատմամբ